ձեզ հպարտ քաղաքացի եք զգում թետուգանքի մատին։ Այսօր եթե հպարտ քաղաքացի նկատի ունեք ներկայիս ավազակապետական վարչախմբի փաշողլու սեփական շրթունքներով ոչ, ես ինքս իմ էությունով լիովին հպարտ եմ առանց այս թուրքի լամուկի ու իր շքա խմբի։ Ես լիովին հպարտ եմ ու իրանից էլ ավելի հզոր ու անպարտ։ Իսկ ինչու նման կարծիք ունեք վարչապետի մասին Հայաստանի։ Մի հատ բան ասեք, որ իր ասածը ինքը իր սեփական շրթունքներից դուրս է եկե եւ կյանքի է կոչվե։ Մի բան խաղաղություն են բերել։ Բայևոյ բլեֆ այդ խաղաղությունը մեր երեխաների արյան գնով պետք է բերեր։ Կարող էր հողերը հանձնել առանց զոհերի, բա որ կարող էր հանրաքվե դնել ու կյանքի կոչեիր։ Դժվար էր Նիկոլ Փաշողլի։ Թե սիոնիզմին պետք էր Հայաստանի ցեղասպանությունը, մեր սերունդի հետմահու զարգացումը։ Դա ջհուդներին էր պետք, Լևոն Տեր-Պետրոսյանին էր պետք դա։ Լևոնի կնիկը ջհուդ է, իր կնիկն է Լևոնի կնկա Մորքուրի թորն է։ Այնպես որ այդ ամեն ինչից կուրսի ենք, Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյան, դու մեր ձեռից դու չես կարա փախնես։ Բա իհարկե Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանը, որ ասում եմ Սերժի ախպերը Լևոնի ազգականը։ Ու այսօրվա դրությունով մեր ժողովուրդը եկել էին այն հույսով, որ խորոված պետք է ուտեին, անվճար խորոված։ Եկան հասան, խփին լորուն, կպավ ջորուն։ Այդ ջորին էլ իրանք եղան, որ հավատացին այս թուրքահապատակ թուրքի լամուկին։ Ինչու եկաք։ Այսքան խապկանքների մեջ հələ հավատում եք սրան։ Չերի վահանի խոզերը ուրիշ տեղ չէին կարա վաճառեին, բերեցին այստեղ վաճառեին, հա Կարապետյան վահան։ Դրա համար ինչ քաղաքացու օր, եթե ազգը սքում է մինչ օրս զոհերի համար։ Կարող է մի հատ անապահով ընտանիքների օր նշի, կարող է Գյումրիի անօթևանների օր նշի, Արցախահայության տեղահանիկների օր նշի, պայմանները առաջ գցի ժողովրդին բնակարանով ապահովի։ Կարող է պայմաններ թող ստեղծի ժողովուրդը։ Երևան քաղաքը այսօր խցանում մի 2-3 տարի հետո սկորին միջև հասնի հիվանդին, հիվանդը կյանքից կհեռանա։ Այսօր ծայրահեղ ծանր իրավիճակով խցանումա լինում, դեռևս բնակեցված չի։ Բա որ բնակեցվի ինչ խցանումներ կլինի։ Պատկերացնում եք։ Էս ինչ հաշիվա Փաշողլի, քո ասածը լրիվ այս ձևա։ Ինչ ասիր հակառակը կատարեցիր։ Մի հատ բան դուք ասեք, որ էս ինչ բան է, ասելա եւ կյանքիա կոչե։ Մեկ ասեք։ Ասում են ասֆալտներ են անում, դպրոցներ են։ Ասֆալտը թքում կպցնում, այդպես ասֆալտ թող տանի իր ճակատին կպցնի, իր քպի ճակատին կպցնի։ Չէ։ Թող որ մարդուն վրաերթ են անում, այդ վրաերթով հղի կանանց դրանց ուշադրություն դարձնեն, կարող են։ Այսքան անապահով խնդիրներ ունեցող ծայրահեղ ծանր իրավիճակ դրանց ուշադրություն չեն դարձնում, եկեղեցու պատմությունը դասագրքերից, դպրոցից հեռացնում է ու եկեղեցի ասում։ Դա սրբապղծություն չի, ապա ինչ է։ Իր խոսքով բարենորոգման եկեղեցին բարենորոգում են։ Բայց եկեղեցու պատմությունը ինչու է դասագրքերից հեռացնում։ Մեսրոպ Մաշտոցին հեռացնում, այնինչ Մեսրոպ Մաշտոցը մեր համար սուրբ է։ Ինչու է Մեսրոպ Մաշտոցին դասագրքերից հեռացրել։ Այնպես որ եկեղեցու պատմությունը հեռացնողը գնում է սրբապիղծը գնում է սրբավայր։ Ինչի է գնում։ Տյունինգ արած թոզա փչում կրկին ժողովրդի աշկերին։ Այս անգամ չի անցնի, իր ասածը էլ ասնավանի չի Նիկոլ քո ասածը մեր մոտ։ Դու էկոտեկ մատորով էքերից ես։ Ինչ ասենք, բա ծայրահեղը դարձրել է այդպես։ Այն ժամանակ լավ կլիներ, երբ որ ապարանի քաղաքապետ Կարեն Եղազարյանի պես գնդո են անվանակոչում իրեն։ Բոլորին անվճար, անշահախնդիր մարդը սնուցում է։ Էդի կլիներ թե Նիգաբարանի օրը, թե ապարանի նոր տարին ամեն տարի նշում է։ Այդ մարդը իր սեփական բյուջեից է դնում անում։ Կարող է նամուս ունենա ապարանցու թասիբը, Գյումրեցու թասիբը ունենա, Գյումրի Վարդան Ղուկասյանի թասիբը ունենա։ Կարող է, իհարկե ոչ, քանի որ ինքը կամակատար խամաճիկ է։ Իսկ կամակատար խամաճիկը չի ունենում իր սեփական ուղեղի ցալքերի սառը դատողությունը, որը որ Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանը վառ ապացույց։ Ես Վիգեն Դավթյանն եմ, հրավիրում եմ քեզ, արի Նիկոլ,
խփեմ լորուն կպնի ջորուն այդ ջորին էլ ինքդ կլինես։ Շուտով։ Այսքանը։